Ողջույն, Civilnet-ի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ժնևի Graduate ինստիտուտի հետազոտող Աննա Հես-Սարգսյան։ Ողջույն Աննա։ Ողջույն Ստելա։ Շնորհակալ եմ զրույցի այս հերթական հնարավորության համար։ Այսօր խոսելու ենք խաղաղության ու խաղաղաշինության մասին, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ամիսների իրադարձությունների լույսի ներքո, ինչպես գիտենք, օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո երկու երկրները սկսեցին կամ վերսկսեցին խաղաղության կամուրջ այս նախաձեռնությունը, որի շրջանակում երկկողմ այցելություններ են տեղի ունենում։ Դրանք ոչ միանշանակ են ընկալվել երկու կողմից էլ, բայց մենք իհարկե մեծամասամբ կխոսենք Հայաստանի մասին։ Նախ խնդիրը եզրույթներն էին։ Արդյոք Ադրբեջանից ժամանած փորձագետներին արժեր եւ պետք էր անվանել քաղաքասարակություն, չէ՞ որ այդ երկրում չկա քաղաքասարակություն։ Այնուհետև խնդիր էր մասնակիցներից մեկը կամ նվազագույնը մի քանի մասնակից, որոնք ներառված էին ադրբեջանական խմբում, եւ այնուհետև մեր խումբը, որը մեկնեց Բաքու, շատերի կարծիքով արեց որոշ խնդրահարույց հայտարարություններ, որոնք գուցե չարժեր անել, չգիտեմ, եւ իհարկե այս ամենում շատ են հույզերը եւ հուզական արձագանքները, անտեղի թիրախավորումը, ատելության խոսքը, կարծում եմ սրա մասին պետք չի խոսել, սա մի կողմ դնենք։ Ձեր սթափ գնահատականը կամ վերաբերմունքը ո՞րն է, գոնե մինչեւ այս պահը այս ձևաչափի խնդրահարույց կամ ամենախնդրահարույց կողմը։ Մի քանի հարց մի հանդարցի մեջ, Ստելա ջան։ Ուրեմն ես կարծում եմ, որ այցերը ինքնին խնդիր չեն, այլ սիմպտոմ են ավելի մեծ խնդրի, որտեղ այդ այցերը պետք չի դիտարկել առանձին, դրանք շարունակական կամ տրամաբանական շարունակությունն են գործընթացների, որոնք վաղուց են սկսվել։ Այսինքն նման այցեր բնականաբար չեն եղել, դեմոնստրատիվ կերպով, բայց եղել են շատ հայ-ադրբեջանական հանդիպումներ, փակ դռների հետևում։ Նկատի ունեք 20-ից առաջ, թե 20-ից առաջ, 20+ տարի առաջ, ու իմ համար ես այդ այցերը դիտարկում եմ որպես այդ շարունակական process-ների մի ուղղակի, ինչ են ասում, հրապարակայնացված բան, արտացոլում, արտահայտում, այսինքն պետքա դիտարկել, եթե քննադատություն կա, բնականաբար բոլոր կողմերից էլ ինչ որ փաստարկներ կան կամ հիմքեր ունեն քննադատության, բայց հիմնական խնդիրը նա է, որ մեկից մեկ ակսելերացվեց այդ process-ը, այն փակ հանդիպումները, կողմերը որոշեցին, որ լավ են, արդեն կարող են հասարակություններին ներկայացնել իրենց միջև հիմա աշխատանքները, ու դա հասկանալու համար ես կարծում եմ, որ պետք է նայել պատմությանը, քաղաքասարակությունների, խաղաղաշինական հանդիպումների երկխոսությունների հայ-ադրբեջանական, մինչև 20-ը ու 20-ից հետո։ Դա շատ կարևոր կլիներ հասկանալ, էլի այդ կոնտեքստում։ Ադրբեջանի կոնտեքստում քաղաքասարակություն տերմինի հետ խնդիր ունեք։ Չէ, գիտեք, նայեք Ստելա ջան, հիմա ամեն ինչ լղոզված է, չէ։ Հիմա քաղաքասարակություն Ադրբեջանում շատ հստակ է, որ փորձեր եղել են անկախ քաղաքասարակություն, այսպես ասած, կարծիք ձևավորողների գործունեության, որոնք փակի տակ են կամ երկրից դուրս են, բոլորս գիտենք, գաղտնիք չեմ ասում, բայց կա ոչ կառավարական, ոչ կառավարական կազմակերպություններ, այսինքն ուղիղ կուրացիայի տակ են կառավարության Ադրբեջանում, դա հստակ է։ Ու դա միշտ այդպես եղել, այսինքն իրենց մոտ փոփոխություն չի եղել, բայց եթե թույլ տակ փորձենք հասկանալ քաղաքասարակությունների զարգացման տրայեկտորիան երկու երկրներում ու ըստ ժամանակաշրջանների, բավականին հետաքրքիր բաներ, ինչ են ասում, ինսայթներ դուրս կգան, թե ոնց են աշխատել իրար հետ, ովքեր են աշխատել, ում են ներկայացրել, ինչ օրակարգով են աշխատել եւ վերջապես ով է այդ օրակարգը ձևավորել։ Այսինքն որպեսզի հասկանանք երկու կողմերի քաղաքասարակություն ենք ասում, թե չէ գոյություն ունի ինչ որ մի հատ յունիտ, չէ, միավոր, որ մեր հայկական կողմի հետ հանդիպումը, պետք է շատ այս հարցերը կարևոր է հասկանալ։ Այսինքն ովքեր են հանդիպում, ում են ներկայացնում։ Նկատի ունեք հենց կոնկրետ անձերը։ Կոնկրետ անձեր, անշուշտ, անձը կարևոր է, կամ կազմակերպություն, կամ անձը, չէ, ում են ներկայացնում, հասարակության որ մասին են ներկայացնում, կամ կառավարության որ մասին, շատ կարևոր է սա հասկանալ, ինչ օրակարգով են հանդիպում, եւ օրակարգը շատ կարևոր, չորրորդ գործոնը, որ ես անպայման կուզենայի շեշտել, օրակարգը ով է սահմանում։ Ըստ ամենայնի գոնե հայկական խմբի Բաքու այցելության ընթացքում օրակարգը թերևս սահմանել է ադրբեջանական կողմը, որովհետև ըստ հայտարարությունների հայցել են, խնդրել են նաև թույլ տալ այցելել հայ գերիներին, ինչը թույլ չի տվել, անգամ չի խոսվել սրա մասին։ Բայց նայեք, մի կողմից կան այս այցերը, մյուս կողմից կա հայտարարություն, որ սա շարունակական process է եւ հետագայում նաև այլ խմբեր են ձևավորվելու։ Ըստ ձեզ հնարավոր է ինչ որ փուլում գոնե ավելի ներառական կամ ինչպես դուք եք ասում հասարակությունները ներկայացնող մարդիկ լինեն։
Տեսականորեն հնարավոր է ամբողջ խնդիրը մտադրությունների ու ցանկությունների մեջ է, կա արդյոք այսպիսի մտադրություն թե չէ, ու եթե հետ գնանք այս այցերը ինչ են արտացոլում, հա, կամ ինչ են արտահայտում, իմ համար շատ հստակ է, որ սա կառավարական ղեկավարների մակարդակի վրա բանակցությունների շարունակությունն է, ուղիղ շարունակություն, այսինքն սա չի ներկայացնում անկախ քաղաքասարակությունը երկու կողմից էլ այլ շարունակությունն է բանակցային process-ի, որ եկել է հիմա ժամանակը սա հրապարակայնացնելու, իմպլեմենտացնելու, հետեւաբար կներեք, բայց օգտագործվում է քաղաքասարակության ինչ ենք ասում NGO-ները, հա, ոչ կառավարական կազմակերպությունները, որպեսզի կառավարական ստրատեգիան իմպլեմենտացվի, շատ հստակ է։ Ինչ որ ինքնին խնդրահարույց է, երբ որ դա քողարկվում է անկախ քաղաքասարակության անվան տակ, հա, այսպես ասենք։ Եթե թույլ տաք, ես շատ արագ փորձեմ ներկայացնել իմ հասկանալով քաղաքասարակության գործառույթը ինչա կամ հանձնառությունը ինչա, չէ՞։ Ըստ էության քաղաքասարակությունը պետք է լինի կապող օղակ մի կողմից լայն հասարակության շրջանակների հետ, որտեղ կարծիքաձևավորում իրենց ինֆորմացվում է, այնտեղից հասարակությունից բերում է ձայներ, հա, ձայներ ոչ քաղաքական բնականաբար, իրենց մտահոգությունները, կարիքները եւ այլն, ու պետք է վերի բանակցային process կառավարական դաշտ, հա, այսինքն լինի այս կապող օղակը։ Մեջտեղում պետք է լինի։ Հիմա տեսեք ինչա կատարվել, եթե նայենք 20+ տարիների ընթացքում մինչև 20 թվականը Ադրբեջանում եղել է վերևից ներքև կառավարության կուրացիայի տակ, այդտեղ խոսք չկա։ Հայաստանում եղել է պղպջակի մեջ, բնականաբար կառավարությունը որոշակի ազդեցություն ուներ, բան կար, այս ինչ են ասում, թոկը կար, բայց շատ հեռու էր։ Բնականաբար, որտեղ մեր մոտ շատ աշխուժ էր քաղաքասարակություն կոչվածը, բայց քաղաքասարակությունը ըստ էության, երբ հարցը գալիս էր խաղաղաշինությանը, չէր ներկայացնում լայն հասարակության, այսինքն լայն հասարակությունը չգիտեր, որ այս մարդիկ հանդիպումներ են ունենում ադրբեջանցիների հետ։ Զուգահեռ օֆիցիալ պաշտոնական բանակցային process-ին, չէ՞, այսինքն եղել են պղպջակի մեջ։ Եվ այսօր էլ են պղպջակի։ Հիմա հետաքրքիր է, հիմա տեսեք ինչա կատարվում, եթե Ադրբեջանը դեռ մի կողմ թողնեն, պղպջակի մեջ էին, 20 թվականին եղավ պատերազմը, իմ դիտարկումներով, Ստելա ջան, Միքայել էլ հետ գնամ, ինձ միշտ հետաքրքիր ա եղել, երբ որ հանդիպումներ եղել են հայ-ադրբեջանական, մինչև 20-ը, ես միշտ հարցրել եմ, եթե պատերազմ լինի, ինչ եք անելու, վերցնելու եք հեռախոսը զանգեք, չգիտեմ, Ստեփանակերտ կամ Երևան, Բաքու, ասեք ոնց է։ Ու ես նայել եմ, դիտարկել եմ 44 օրյա ժամանակ հայ-ադրբեջանական թերևս անհատների մեջ եղել է ոչ մի արցախցի զանգ չի ստացել ադրբեջանցի գոլեգաներից, ոնց էս ինչ էս, օքեյ, այդ ժողովրդականով կողք եմ դնում 20-20-ի ժամանակ, երբ որ մեր մոտ պարալիզացվեց քաղաքասարակությունը բարի բուն իմաստով, ապաթիայի մեջ էին պատերազմի ժամանակ, բա ոնց, բայց ինչ եղավ։ Ադրբեջանում սկզբնական շրջանում լռություններ, հետո մեկից մեկ դրոշի հետև մոբիլիզացվեցին ու այդ ուռա պատրիոտիզմը մի անգամից գլուխ բարձրացավ։ Անգամ այսպես կոչված այլախոհները, հետաքննող լրագրողները, բոլորը, բաներ, դրոշներ, հաղթանակներ Ալիևի հետևը կանգնած են հասկանալի պատճառներով, չէ, հաղթանակներ իրենց համար վերջապես։ Այսինքն հիմա տեսեք այդ ասիմետրիան, հետո հայկական կողմի մոտ միառժամանակ այդ ապաթիան կար ու ցանկություն չկար հանդիպումների։ Բնականաբար ընդհանրացված եմ ես սա հիմա ասում, կան անհատներ, որ հետո 2020-ից հետո փոխվեց։ Մեր մոտ ես սկսում եմ մտածել, որ հայելացվում է Ադրբեջանի վերևից ներքև։ Որպեսզի քիչ թե շատ համաչափություն ապահովի։ Ես չգիտեմ դա ինչ որպեսզի այդ նպատակով է թե չէ, բայց այդպես է երևում, այսինքն սա հետազոտական բան չի, ինչ են ասում, հետազոտության արդյունք չի, ուղղակի խորը դիտարկումների արդյունք է, երբ որ ստացվեց, այսինքն մեր քաղաքասարակությունը այն մասը, որ ապաթիայի մեջ էր հետաքրքրություն չունեց, շարունակեց, այն մասը, որ ողջևորվեց, որ որոշեց, որ պետք է աջակցել խաղաղության process-ին, որ ղեկավարներն են առաջ տանում, ըստ էության ստացվեցին մի գործիք կամ գործիքակազմի մի մաս, որպեսզի պետական, ինչ են ասում, պաշտոնական process առաջ տար։ Իդեպ հայկական կողմից չեն էլ թաքցնում եւ շատ բաց հայտարարում են, սա track 2 չէ, այլ track 1.5 է, ենթադրելով այն, հենց ինչ դուք եք ասում։ Նայեք, այդտեղ մի քիչ կոնցեպտների խառնաշփոթ է լինում, որտեղ track 1.5-ը չի նշանակում, որ դու կառավարության կից ես, բայց կից չես։ Track 1.5-ը գոնե մեր ժարգոնով դա այնա, որ ասենք պաշտոնաթող, ես ինչ գիտեմ, պաշտոնյա մեկը, որը եղել է ժամանակին նախարար, այսօր ներգրաված է, բայց ինքը կառավարության վրա ուղիղ ազդեցություն չունի։ Ես իմ տպավորությունը այնա, որ հայաստանյան քաղաքասարակությունը, որ այսօր խաղաղաշինությամբ է զբաղվում, ուղիղ կուրացիայի տակ է կառավարության, այսինքն շատ հստակ է։
Ու դա նորմալ է, այսինքն, բայց դա պետք է այսպես տեսնել, էլի, այսինքն այս անկյունից տեսնել։ Լավ, հիմա մի իրավիճակ է, որ ունենք մի քաղաքասարակություն իր բոլոր թերություններով հանդերձ, նկատի ունեմ հայկականը, ունենք Ադրբեջան, որտեղ համաձայն ենք չկա քաղաքասարակություն, կա պաշտոնական, եթե ոչ իրական մտադրություն, գոնե հայտարարություն խաղաղության ուղղությամբ շարժվելու։ Մենք չգիտենք իսկական մտադրությունների մասին կամ կարող ենք կռահել, թե Ալիևը ինչ է ուզում։ Ինչպես վարվել այս արկա ենթակառուցվածքներով, եթե կարող ենք այդպես անել, չէ՞ որ ունենք այն ինչ ունենք։ Նայեք, Ստելա ջան, այսինքն քաղաքական համակարգի վրա մենք ազդեցություն չունենք, չէ՞, ոչ հարևանինը, ունենք մերինը։ Բայց այսինքն այստեղ կոնկրետ հարցը ինչպես վարվել, բնականաբար պետքա ճկուն լինել, բայց հիմա պետքա հասկանալ ավելի կոնկրետ ում տեսանկյունից ինչպես վարվել, չէ՞։ Ունենք ղեկավարություն, ունենք քաղաքասարակություն, ունենք խնդիրներ։ Հիմա իրենց քաղաքական համակարգը մենք չենք կարողանալու փոխել։ Մենք մերի պատասխանատուն ենք, մերի մեջ լուրջ խնդիրներ ունենք։ Որոնք են հիմնականը։ Որտեղից սկսեմ ինչքան ժամանակ ունենք, չէ՞։ Երբ որ հարցը գալիս է, այսինքն ավտորիտար թե դեմոկրատ, ես կարծում եմ մի քիչ շատ բան խնդրահարույց ձևակերպում այս պարագայում, որովհետև դա խաղը չի փոխելու, այսինքն սենց ասենք, Ադրբեջանը ավտորիտար է, իրենք չեն էլ թաքցնում։ Մեր գնալով շատ ավելի շատանում է բնականաբար, բայց իրենք գոնե այդ հիպոկրատիան չունեն, որ իրենք դեմոկրատիան բաց չեն։ Եվ եթե ցույց տաք, ես շատ հստակ սա ասեմ, մեր մոտ մենք ունենք այդ ցանկությունը, այդ ամբիցիաները, որ մենք դեմոկրատիա ենք, բայց իրականությունը լրիվ ուրիշ բան է ցույց տալիս, չէ՞։ Հիմա ես դա չէի համեմատի, երբ որ հարցը գնում է բանակցային, եւ բանի process-ներին, հա։ Երբ որ բանակցային process-ներին է հարցը գնում, ամբողջ խնդիրը այստեղ ուժայինների բանն է, ինչ են ասում, բալանսն է, ուժայինը դիվանագիտական գիտեք, բոլոր այդ կարևոր ոլորտների ռեսուրսները եւ ինչ հարաբերակցությունն է, դա է կարևորը։ Դեմոկրատիա թե կիսա դեմոկրատիա թե խարխլվող դեմոկրատիա ըստ էության մեծ ազդեցություն չի ունենալու այդ հարաբերակցությունների վրա, ես ինձ եմ կարծում։ Այսինքն լավ, եթե դուք փորձեք, եթե մենք փորձենք վերացարկվել խաղաղաշինության նախաձեռնություններից, նրանից թե ովքեր են ներգրաված եւ այլն, Հայաստան, Ադրբեջան փորձում են կառուցել, հայտարարում են, որ գնալու են խաղաղության ուղղությամբ։ Ինչն է այս պահին, որ գոնե ձեզ համար ամենախնդրահարույցն է կամ որ ստիպում է որ դուք օրատես լինեք այս հարցում։ Մի քանի բան են, այսինքն երաշխիքների պակասը, ասիմետրիան, որի մասին խոսացել ենք, հենց այս բոլոր ոլորտների հարաբերակցությունների լուրջ ասիմետրիան, մտադրություններն է բնականաբար վստահության լուրջ պակասն է, հասարակությունների պատրաստ չլինելու խնդիրն է, աշխարհաքաղաքական բաներն են, գործոններն են, եւ այսինքն մի քանի բան են, բայց ես մեծ խնդիր ունեմ ամբողջ այս գործընթացի հետ, որովհետև ես չեմ տեսնում որպես շատ թե քիչ, ինչ են ասում, ասիմետրիան կամրջված process, այլ սա շատ հստակ իմ համար հաղթողի խաղաղությունը ամրագրելու process է։ Ամրագրվել է ռազմականով, ամրագրվում է քաղաքական ոլորտում, հաղթողի խաղաղությունը, հա, peace through victory or victor's peace, շատ կարևոր է հասկանալ։ Ամրագրվում է դիվանագիտական դաշտում, ակադեմիական դաշտում եւ վերջապես քաղաքասարակության դաշտում, ինչից որ դուք սկսեցիք խոսել։ Այսինքն ես դա այսպես եմ տեսնում։ Այս process-ը ես չեմ դա մտահոգիչ է բնականաբար, մտահոգիչ է։ Եվ եթե թույլ տաք Ստելա ջան, նաև մտահոգիչ է մի ուրիշ գործոն, որ այս process-ը անվանվում է խաղաղության process, բնականաբար, հա, էլի լղոզված, ես չգիտեմ սա եթերային բառ է թե չէ լղոզված, բայց ու շահարկվում է թե ներքաղաքական process-ներում, թե աշխարհաքաղաքական, բայց չի մոռանալ, որտեղ այս երկուսն էլ իրար հայելացնում են։ Այսօր գլխավոր խաղակարգն է ներքաղաքական Հայաստանում, օրակարգ է նաև նախընտրական եւ հենց դրանով է իշխանությունը գնալու ընտրությունների։ Ինչ է կարծում սրա մասին։ Բնական է ինչ որ առումով որ սա շահարկվում է, որովհետև օրակարգի վրա ինչ պետք է լինի, չէ՞։ Այսինքն Արցախի հարցը երկար տարիներ եղել է ամենակարևոր խնդիրը։ Հիմա փակվել է որոշ մասի համար, փակել են Արցախի խնդիրը, այսինքն պետք է կարևոր խաղակարգ, որպեսզի կարողանան ձայները բերեն եւ մնան իշխանության, չէ՞։ Դա է հակամարտության լուծումն է, դա խաղաղություն բերելն է, բնական է որ պետք է օգտագործվի բոլոր կողմերից, հա։ Բայց հիմնականում իշխանությունն է օգտագործվում։ Բնականաբար իշխանությունն է օգտագործվում, որովհետև այս պահին միակ խաղակարտը, որ իրանք ունեն, ճիշտ բառը խաղակարտը թե չէ, բայց դա է, որ իրենք խաղաղություն են բերել, բայց պատերազմի բացակայությունը ես չեմ կարծում որ խաղաղությունն է։
Այսինքն այն բոլոր պատճառներով ինչ որ ասեցի։ Այսինքն ներկա իրավիճակը դուք ավելի շատ կբնութագրեիք որպես պարզապես պատերազմի բացակայություն։ Իհարկե, միանշանակ, որտեղ ստրուկտուրալ հարցերը լուծված չեն ըստ ին մեր կողմի համար, հայկական կողմի համար, ադրբեջանական կողմի համար իհարկե լուծված են։ Հիմա եթե հետ գանք մենք խաղաղաշինական այդ հանդիպումներին, շատ կարևոր է հասկանալ, որ այդ 20 պլյուս տարիների ընթացքում Ստելլա ջան, Ադրբեջանը շատ դժկամորեն էր թողնում, որ իր այդ փորձագետ կոչվածները կամ իրենց, չգիտեմ, այդ դերակատարները քաղաքասարակության գնան հանդիպման հայրից, այդ գիտեք, չէ՞, որովհետև միշտ ես ինքս ներկա եմ եղել քանի հանդիպման, երբ որ այնտեղ շատ հստակ ասվում էր, որ մենք հաշտեցման չենք գնալու, մինչև որ հարցը չլուծվի, ինչպես որ մենք ենք ուզում, ինչպես որ եղավ։ Ներկայում առաջ է քաշվում այն պայմանը, որ պետք է տեղի ունենան ընտրություններ, պետք է փոխվի սահմանադրությունը եւ մինչ չփոխվի, նորից չի լինելու պայմանագիր, այսինքն այսօր էլ շատ տարբեր չէ իրավիճակը։ Sense տենենց, այսօր չէ, տարբերային առումով, որ Ադրբեջանը արդեն ստացել է այն, ինչ որ ուզում էր եւ ավելին, հետեւաբար կարող է թելադրել նախապայմաններ ու պայմաններ թե պաշտոնական բանակցային process-ում, թե ոչ պաշտոնական բաներում, այդ երկխոսություններում։ Այստեղ ես խնդիր ունեմ ոչ մենակ այդ ասիմետրիայի հետ, հիշում եք, որ ասեցի ով է օրակարգը սահմանում, ու հետաքրքիր այստեղ մի կարևոր բան կա, երբ որ նույնիսկ այն ժամանակ մինչև 2020-ը օրակարգը միշտ սահմանվել է Ադրբեջանի կողմից։ Մերոնք գնացել են, հայկական կողմը միշտ գնացել է որպես հաղթած, ոմանք այտենց լավ հաղթած, ոմանք մեղքի զգացումով, որ ագրեսիվ ու ֆաշիստ պետություն են, որտեղ զավթել են Ադրբեջանից տարածքներ, չէ, բայց ըստ էության ստացվել է, որ մերոնք միշտ ռեակտիվ են եղել, իսկ ադրբեջանական կողմը միշտ ասել է, այս խնդիր ունենք մենք։ Հիմա էլ նույն ձևով շարունակվում է, բայց բնականաբար խնդիրներն են փոխվել։ Ու ես այստեղ ձեր գամ հետ ձեր առաջին հարցին խնդրահարույցը այցը թե չէ, այցը ինքնին խնդրահարույց չի, ամեն ցանկացած տեսակի հանդիպում հակառակորդի թշնամի ինչ կուզեք ասեք, կարևոր է, որովհետև դու չես ուզում զրուցես միշտ քո ընկերոջ հետ, ուզում ես զրուցես այն մարդու հետ, որ քեզ ուզում է սպանի ըստ էության, չէ՞։ Բայց ես խնդիր ունեմ այդ դերակատարների հետ, ովքեր որ մոռացած, լրիվ մոռացած ներքին խնդիրները, այսինքն երբ որ մենք ունենք մի բևեռացված հասարակություն, պառակտված հասարակություն, ու ոչինչ չի արվում այդ քաղաքասարակության կողմից, այդ պառակտում, այդ բևեռացումը ինչ որ ձևով կամրջելու, այնտեղ բնականաբար հարցի պատասխանը նա է, որ իրենց գործառույթը այս դեպքում ուղղակի պաշտոնական քաղաքականության շարունակությունն է, ոչ թե որ հասարակությունը խաղաղության բերի, թե ներսից, թե դրսի հետ։ Եվ իմ վերջին հարցը հետևյալն է, նաև ինչ որ առումով մտահոգությունը։ Այդ քաղաքական շահարկումներում, որոնց մասին մենք խոսեցինք, ըստ իս, չգիտեմ, կհամաձայնեք թե ոչ, խաղաղությունը հաճախ կամ մշտապես ստորադասվում է, խաղաղությունը որպես հայեցակարգ, որպես արժեք նսեմացվում է, այն հավասարեցվում է պարտության, պարտվողականության նսեմացման։ Դուք ինչպես եք տեսնում այս խնդիրը եւ դրա լուծումը առհասարակ, սա վտանգավոր է, չէ՞ որ ի վերջո խաղաղությունը արժեք է, որին պետք է ձգտել։ Միանշանակ, այս մեր սոցիալական մեդիայի ակտիվ դարում շատ դժվար է խոսքը բերանից թռավ, արդեն դժվար է չէ հետ բերել։ Ես վախենում եմ, որ խաղաղության պարագայում այսպես է ստացվել, որ ձեր ասած արժե զրկվել է, որովհետև ճիշտ չի սահմանվել, ինչ է խաղաղությունը։ Հիմա ես ձեր ասածը մի շրջեմ այսպես, պարտվողականությունը, հարմարվողականությունը, անզորությունը եւ վերջապես պատերազմի բացակայությունը քողարկվել է կամ ներկայացվել է որպես խաղաղություն։ Դրա համար արժեզրկվել է։ Դրա համար մարդկանց մոտ ռեակցիա կա, որ չէ, խաղաղությունը հենց այդ 4 բանը որ ասացինք եւ ավելին։ Այսինքն պետք է մի հատ սահմանել խաղաղությունը ինչ է, անվտանգ պատերազմի բացակայությունն է, թե սովորական տավուշ կամ արցախցին, որ հիմա Հայաստանում է ապրում, ինչ են ասում, առանց վախի ապրելն է, առանց վախի դպրոց գնալն է, սա հատկապես սահմանամերձին, այսինքն սա պետք է ճիշտ սահմանվի ու պետք է ճիշտ սահմանվի կարծիք կազմողների կողմից։ Հաջորդ հարցներ ոչ թե իշխանության, այլ կարծիք կազմողների քաղաքասարակության նաև։ Միանշանակ հետ գան քաղաքասար հենց այդ է ու այդ նախքին ասածս որ քաղաքասարակությունը այստեղ շատ մեծ անելիք ունի ինչի է մեծ այդպես backlash ոնց ենք ասում շատ վատ ռեակցիա արձագանք եղավ հասարակության կողմից որովհետև տեղյակ չեն եղել հա այսինքն շատ կարևոր է այդ հաղորդակցումները ժամանակին անել ու եթե հիշում եք ես սկզբում նշեցի ում են ներկայացնում երբ որ դու կտրված ես լայն հասարակությունից մեկ ոչ մի ձևով չես ինֆորմացնում հասարակության թե դու ինչով ես զբաղված բայց հետո գալիս ես որոշում
հասկանում ես, որ հասարակությանը պետք է ասես, թե դու ինչ ես անում, հասարակությունը դա պիտի ընդունի, բնականաբար վատ արձագանք է լինելու։ Հիմա այստեղ շատ կարևոր է ասել, որ մեր մոտ հաղորդակցման մշակույթը բավական բռնի է։ Շատ, այսինքն անհատին խնդրից չեն առանձնացնում, հա, ցեխաջրի մեջ են մտցնում, դա անընդունելի է, բայց փաստը մնում է փաստ, երբ որ դու կտրված ես քո լայն հասարակությունից, դու իրեն չես ներկայացնում, բայց հետո գալիս ես ու իրեն ասում ես, որ դու սա պետք է արվի, չէ՞։ Խնդիր է, խնդրահարույց է։ Շնորհակալ եմ Աննա ձեր ժամանակի եւ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Սերա ջան։ Հիշեցնեմ Civilnet ստուդիայում էր Ժնևի Graduate Institute-ի հետազոտող Աննա Հես Սարգսյանը։